Պարոն Հարությունյան, ես չեմ անդրադառնա բոլոր այն հարցերին, որ արդեն հնչել են եւ դուք ըստ էության ձեր պատասխանը արդեն տվել եք եւ չեմ ակնկալում, որ կփոխվի այն։ Հետևաբար իմ հարցը վերաբերվում է հետևյալին։ Ուրեմն ընտրական օրենսգրքի նախագծում պատշաճ անդրադարձ չկա վարչապետի ընտրության կարգին։ Երբ սահմանադրության նախնական տարբերակը ներկայացվեց, այնտեղ ասվում էր, որ ամեն մի քաղաքական ուժ, որը մասնակցելու է ընտրություններին, իր առաջին համարով ներկայացնելու է վարչապետի իր թեկնածուին։ Սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով այդ դրույթը կարծես թե չաշխատեց եւ ամրագրված չէ սահմանադրության մեջ, այնտեղ ընդհանրապես նշվում է, որ քաղաքական մեծամասնությունը ներկայացնում է իր թեկնածուին եւ ըստ էության ընտրությունը դա է լինում։ Ես կարծում եմ, որ նախնական տարբերակը, եթե սահմանադրության մեջ չամրագրվեց, մենք ակնկալում էինք, որ գոնե ընտրական օրենսգիրքը կկարգավորի այդ հարցը, սակայն առաջի փուլի մասնակից քաղաքական ուժերի առջև նման պահանջ չի դրվում։ Բայց երկրորդ փուլի մասնակցող քաղաքական ուժերի եւ դաշինքների դեպքում ակնկալվում է, ավելի ճիշտ պահանջ է դրվում ներկայացնել վարչապետի իրենց թեկնածուին։ Ես կարծում եմ, որ եթե սահմանադրությամբ մենք խուսափեցինք այդ հարցից, ապա ընտրական օրենսգրքի միջոցով ժողովուրդը իրավունք ունի ակնկալելու ամեն մի քաղաքական ուժի վարչապետի թեկնածուի մասին տեղեկություններ, որպեսզի ճիշտ կողմնորոշվի, թե որ քաղաքական ուժն է իր համար նախընտրելի եւ ձայն տալով այդ քաղաքական ուժին, որ վարչապետին է ինքը ձայն տալիս։ Այստեղ կարծես թե դուք նման նպատակ չեք դրել ընտրական օրենսգրքում, ուզում եմ հասկանալ ինչն է պատճառը, որ առաջին փուլում այդ պահանջը հստակ ձևակերպված չէ, ավելի ճիշտ չկա նման պահանջ, երկրորդ փուլում այդ պահանջը արդեն ձևակերպվում է։ Բանն այն է, որ այո, քաղաքական մեծամասնությունը ինքը որոշելու է իր վարչապետի թեկնածությունը, իսկ ինչու է պահանջը ներկայացված կոալիցիայի կամ դաշինքի համար, որովհետև սա արդեն քաղաքական համաձայնության տար է, եւ քաղաքական համաձայնության պայրագայում, երբ ժողովուրդը պետք է կողմնորոշվի, երկու տարբեր քաղաքական ուժեր հանկարծ, եթե դաշինքի մասին է խոսքը, երկու տարբեր քաղաքական ուժեր միավորվեցին, որն է եղել իրենց հիմնական համաձայնությունը, ինչի համար է դա ամրագրված, որովհետև քաղաքական համաձայնության ամենակարևոր տարրերից մեկն է ում է վստահելու նոր ձևավորվող դաշինքը գործադիր իշխանության ղեկավարումը։ Իսկ եթե խոսքը վերաբերում է մեկ կուռ մեծամասնության, ապա բնականաբար ձայները նրանք իրենց որոշումը կայացնելու են հենց մեծամասնությամբ, այսինքն ամենամեծ խմբակցությունը խորհրդարանի կորոշի, թե ում թեկնածությունն է նա պաշտպանում որպես վարչապետի թեկնածություն։ Արձագանքի համար Լյուդմիլա Սարգսյան։ Պարոն Հարությունյան, նախագահական, երբ արդեն մենք հրաժարվեցինք նախագահական ընտրակարգից, կառավարման կարգից, ակնկալվում էր, որ գոնե ժողովրդի համար հստակ կդառնա, թե ով է լինելու վարչապետը խորհրդարանական կառավարման համակարգի ընտրությունների ժամանակ։ Այսօր ըստ էության մենք չունենք այլևս նախագահական ինստիտուտ, որպես այդպիսին ընտրությունների միջոցով ձևավորելու եւ զրկվում ենք նաեւ վարչապետի ընտրության հնարավորությունից։ Այստեղ արդեն ժողովուրդը չի ընտրում ոչ նախագահ, ոչ վարչապետ։ Ստացվում է, որ մենք ժողովրդին զրկում ենք երկրի առաջին դեմք ընտրելու հնարավորությունից։ Չեք կարծում, որ անկախ ամեն ինչից ճիշտ կլիներ, որ ամեն մի քաղաքական ուժ ներկայացներ իր վարչապետի թեկնածուին, եթե ոչ ցուցակի առաջին համարով, գոնե ինչ-որ ձևով ժողովուրդը հասկանար, թե ում է Սա ավելի շատ քաղաքական մշակույթի հարց է, եթե ժողովուրդը պետք է որոշումը կայացնի վարչապետի թեկնածուի վերաբերյալ, դա արդեն ավելի բնորոշ է նախագահական համակարգին։ Երբ ժողովուրդը ուղղակի ընտրությամբ, նախագահական համակարգի տրամաբանությունը որն է, ժողովուրդը ուղղակի ընտրությամբ որոշում է,
թե ով է ղեկավարելու գործադիր իշխանությունը։ Ձեր ասածը փոքր-ինչ սիմբիոզ տարբերակ է եւ կարծում եմ, որ քաղաքական մշակույթը կձևավորվի հենց այդ ուղղությամբ, այսինքն յուրաքանչյուր քաղաքական ուժ, որ հավակնում է դեր զբաղեցնելու, ամենայն հավանականությամբ հայտարարել է ում է տեսնում իր որպես վարչապետ, որ տեխնազին է տեսնում որպես իր վարչապետ։